Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը փոխկապակցված են լինելու, դա լավ է թե վատ, դրա վտանգները, շատերն ասում են այդ վահանակի, դա նշանակում է վահանակի փոխանցումը Ադրբեջանին, մի խոսքով դա ինչով է վատ, ինչ վտանգները եւ դրական գուցե ինչ որ բան կա դրա մեջ։ Դե փոխկապակցվածությունը նշանակում է որ վահանակը մեկի ձեռքում չի, հիմա կոպիտ ասած եթե իրանք կարան անջատել, մենք կարանք անջատել, ինչ տարբերություն։ Ասեմ ավելին, մենք ատոմակայան ունենք ու խիղճներս կորցնենք, կարանք միանգամից ինչքան ամ դե 300 միլիոն վոլտ տանկ իր համակարգը վառենք, չնայած դե չի sense բաներ խոսել, անկապ բաներ են խոսում, այսինքն այդ մակարդակի բաներ են, էլի, որ ասենք մեկ կանջատ չի կարող անջատ, ոչ մեկ չի կարող անջատ, որտեվ դու քո վահանակը չես տալի, դու ընդհանրապես ասում ես, որ անհրաժեշտության դեպքում, երբ որ ինձ մոտ կա ավելցու, ես ես էլ կարամ վաճառեմ, կամ եթե իմ մոտ կլինում է, մեր մոտ պակաս չի լինում էներգիայի ուղղակի, մենք բան ենք պրոակտիվ ենք, մենք ավելի շատ արտադրում ենք, քան սպառում։ Եվ դա շարունակական էֆեկտ է ունենալու, ասենք, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը չփորձի այդ պրոյեկտն էլ սղացնի ու սպանի ատոմային էներգետիկայի զարգացման պրոյեկտը, թողնելով հաջորդ կառավարությունը անապատում, բայց ասենք, ես ասեմ, մենք մոտավորապես մի 15-20 գիգավատի պոտենցիալ ունենք, մենակ միջուկային, պլյուս մի 5-ից 7 արևային ու կարող ենք ուղղակի դրա վրա գումար աշխատել էներգիա վաճառելու։ Դա մեկ, երկրորդ, եթե հիշում եք, Հարավային Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից էներգիայի տեղափոխումը որպես դեպի Եվրոպական միություն, այդ ծրագիրը կար այնտեղ հունգարյաներ են ծայրում նստած, դա իհարկե փուչիկ նախագիծ է, բայց մյուս կողմից շատ հետաքրքիր, եթե հիշում եք Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր դրան ուշադրություն դարձնում, որ մենք կարող ենք սա իրականացնել եւ սա լինի մեծ նշանակություն ունենա Եվրամիության համար, որպես Ռուսաստանից էներգետիկ անկախությունը ապահովող եւս մեկ, թեւ եւս մեկ կոմպոնենտ։ Սա մասը խոսք։ Եվ այդ պարագայում կապածա, այսօր կապածա վաղը պետք չլինի կանջատենք դրան թեթևապետքներ։ Հա, դրանից մեծ բառը, մեծ նշանակություն բառը տեղին չի փաստորեն։ Տեղին չի, ես ասում եմ ժամանակ առ ժամանակ ես շատ եմ ուզում, որպեսզի վիզաների ազատականացումը ժամ առաջ տեղի ունի։ Նույնիսկ ինձ համար, սենց ինչ որ ժամանակը մեկ տարին մեկ անգամ եմ դե Եվրոպա հիմնականում։ Ստացվում որ սենց հանդիպումների գալիս եմ, չնայած հիմա վերո 6 ամիս, հա, լավ էր։ Նախորդ տարվա, ասենք հունիսին էինք, բայց ինքը թույլ է տալիս մեծ պատկերը տեսնել։ 90%-ը, եթե ոչ ավելի, տեղեկության, որը Հայաստանում պատտվում է եւ ներկայացվում է որպես չգիտեմ, դիեզերական մասշտաբի աշխարհացունց ինչ է բացերմուտ լավ ստացվում աշխարհացունց այդ բառնուց ասեք այդ դրանից ինքը իրականում տենց չի Հայաստանի հետ կատարվող եւ ոչ մի բանը գրեթե ոչ մի նշանակություն այս տիպի բաներ, որ ստեղ միացավ դեղի կավես ասեց են ասեց, ինքը ոչ մի նշանակություն չունի, ինքը նշանակություն ունի բացառապես մարդկանց համար, ովքեր սա վերլուծում են եւ փորձում են սրա հիման վրա երկարաժամկետ կամ կարճաժամկետ կանոն ստեղծել։ Հիմա տեսեք, սա ինտեգրումը, ես կարող եմ ասել, ասենք իմ տեսանկյունից կամ ասենք մեր ծրագրային, որտեղ գիտեք արդեն բավարար ծրագիր ենք ստեղծել, մեր ծրագրային կոմպոնենտը, որը վերաբերում է էներգետիկային, ընդհանրապես դրան չի անդրադառնում, ինչ իմաստով կլինի, լավ չի լինի ժանդամիսը։ Ընդհանրապես, որտեղ Ադրբեջանը մեծ հաշվով կեղծ վիճակագրությամբ գոյություն ունեցող երկիր է, ինչպես նաև Ռուսաստանը, որի բյուջեի հիմնական եկամուտը գեներացվում է նավթից եւ գազից, որի արդյունահանության մասին տեղեկությունները կեղծ են, վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են, գնի մասին տեղեկությունները կեղծ են։ Այսինքն Ադրբեջանը այսպես թե այնպես ոչ ընդհանրալու եզրին այս բազմից ասում եմ Ադրբեջանը սպասում է Սիրիայի բախտը։ Որտեղ ոնց որ Սիրիան Ասադների ժամանակ եւ հետո ինչ որ մի պահ այնտեղ ապստամբել են մեջտեղից պատրեն։ Եվ դուք դրան ոչինչ չեք կարող անել։ Եթե Իրանում այս փոփոխությունները, որոնց ցրցամը գծվեց եւ ոչ մի բան դեռևս չեղավ, որտեղ բազմաթիվ process-ներ տակից են։ Պետք է հասկանալ, որ process-ներ կան, որոնք տակից են մոռանում։ Երբ որ դուք
փորձում եք հասկանալ, թե ինչպես է աշխատում այս կամ այն մեքենան, դուք միևնույն է դրսից տեսնում եք այդ մեքենան, դուք այդ մեքենայի շարժիչի մանրամասները չեք տեսնում։ Հա process է գնում Իրանում, որը պետք է ավարտվի ազատականացման։ Կլինի այդ ազատականացումը գործող իշխանությունների կամ այս պահին տեղած իշխանությունների ռեֆորմատորների թևը ուժեղացման ճանապարհով, կլինի գաղափարական փոփոխությունների ճանապարհով, կլինի Ռեզա Փահլևին վերադարձնելու ճանապարհով եւ ասենք շահական իրական Իրանի վերականգնման փորձը, բայց ամեն դեպքում այս գործընթացները գնում են, որովհետեւ գործընթացների հիմքում եւ գործընթացների որպես բնական պահանջ հանդիսանում է ոչ թե մարդկանց ցանկությունը, ոչ թե ռեպտիլոիդների, ոչ թե Մոսադի, ոչ թե Ռեզա Փահլևի, այլ ընդհանուր, համընդհանուր սոցիալ-տնտեսական փոփոխությունները, որոնք տեղի ունենում արտադրության կոմպոնենտների արտադրության եւ գումարների վաստակման այդ տնտեսական բանի մեջ։ Մենք փոխվում ենք հերթական անգամ դեպի նոր տնտեսվարման ձև, որտեղ հիմնական եկամուտի աղբյուրը այլևս նույնիսկ տեղեկատվությունը չի, դա post տեղեկատվական բանի մասին ենք, մենք աշխարհի մասին ենք խոսում։ Սա դեռ ամբողջությամբ հայտնի չի, բայց մոտավորապես նմանատիպ բաները կարելի ասենք պատկերացնել, սա տեղի ունեցավ, ասենք, չգիտեմ, 19 տարի վերջ, 27 տարի սկիզբ, երբ բենզինային շարժիչի, դիզելային շարժիչ, այտենց մտածում էին, դե հետա, սա վերջ, էլ ինչ եք ուզում, դիզելային շարժիչ, հետո ռեակտիվ շարժիչներ, հրթիռներ։ Որքանով է Հայաստանը պատրաստ այդ ամենին, Հայաստանը ինչ վիճակում է։ Ոչ մի երկիր ինքը իրենով, որպես հող ու տուն ու շեն, պատրաստ չի, մարդիկ են պատրաստ կամ պատրաստ չի։ Մենք պատրաստ ենք ի շնորհիվ մարդկային կապիտալի։ Այդ մարդկային կապիտալի ցուցակում, ասենք, Խաչատուր Սուփիասյանի նման բիզնեսմեններ չկան, ընդհանուր առմամբ, բայց կան մարդիկ, չգիտեմ, օրինակ, բազմաթիվ մենք ունենք գիտությունով զբաղվող, որոնք Հայաստանում չեն ապրում, բայց հայ են, եւ պատրաստ են Հայաստանին աջակցել տարբեր ձևով։ Թրամփը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները չպետք է ներգրաված լինի Ուկրաինայի գործերում։ Սա Եվրոպայի հարցն է, ասում է Թրամփը։ Սա Իմ կարծիքով ինքը նորից հայ պայման գալիս, որպեսզի սկսեն իր մասին խոսել եւ ասել, չէ, ոնց կլինի։ Իհարկե, ոնց առանց քեզ, արի անպայման մասնակցի, բայց դա իր հերթական հիմարությունն է։ Ինքը փորձում է ամեն ինչ անել, որ նորից եմ ասում, Թրամփի հիմնական ցանկությունը ես գնահատում եմ, որպեսզի իր դեռևս չհերկված մանկապարտության հոդվածից ինքը բացի։ Այսինքն ինքը չնստի, իմպիչմենտի չենթարկվի, որտեղ որ իմպիչմենտի ենթարկվեց, բացվել են նաև փաստաթղթերը, չնայած ինքը կերել է կամ նենց արել որ ոչնչացնեն, բայց այսօրվա տեղեկատվական դարում շատ դժվար է պահել, թե ինչքան է իր որդին վաստակել, կինը վաստակել այդ բաների վրա, բիտկոինների եւ մնացած այդ կրիպտո տարադրամների վրա, որ ինքը հրապարակեց, թե ինչ արել Կուշները, ինչքան է փող ստացել, ասում են ոչ պակաս քան $2 միլիարդ բանից, Բին Սալմանից, Մոհամմադ Բին Սալմանից, Սաուդյան թագաժառանգից, ինչքանով է փորձել Վիտկովը վաճառել Ուկրաինային։ Պարզ այս ամբողջ թեման բացվել է, կոնկրետ Ուկրաինան հասկանում չի կարողանում։ Ինքը ասել եմ, ինքը ճուկ ոչնչություն է, որը հիմարություն դուրս տվեց, ասեց, որ 24 ժամվա մեջ գրուցի այդ հարցը, եւ հիմա արժանի է նրան, որ ասենք, իրար վատ վերաբերվեն, իրա մասին վատ խոսեն բոլոր հարթակներում, ու նույնիսկ ասենք, չգիտեմ, եթե սպիտակ տուն պիցա են պատվիրում, առաքիչները պիցան չբերեն, կամ գցեն հատակին քաշտան նոր բերեն։ Իդեպ Զելենսկին ասեց ոչ այդ խաղաղության խորհրդի անդամ լինելուն։ Իհարկե, որտեղ Զելենսկին ասենք Տրամփին ուղղակի բարոյապես ոչնչացրեց։ Ես որ ասում եմ Պաքս Ամերիկանը վերջացել է, որ այս բոլոր Մոնրոների դոկտրինները եւ այս լնգուլավազ լագոտ կենթանիներին հավաքել I like to move it անել բանում Մադագասկարում։ Այս բոլորը նրանից է, որ Ամերիկայի
բոլոր հնարավոր ճանապարհները վերադառնալու դեպի առաջնորդ երկիր ժողովրդավարության Տրամպը ոչնչացնում է։ Ինքը փորձում է ստեղծել իր շուրջ խումբ, որը այդպես լեմուրներ են, էլի։ Լավ երաժշտություն ունի, տժան, խելքները կարճ, մազերները երկար ցանկալի է։ Ինչ շշմաներ անեն, տենց կարևորը որ ոչ մեկ իրանց չկարողանա ոչ մի պահանջ ներկայացնի։ Իրանց պետք է որ այդ բաները իրանք գրեն, թե օրենքը ոնց է։ Այսօր միջազգային օրենսդրություն որ չլինի, իրանք որոշեն ոնց է ինչ։ Եվրոպա միացյալ ներողություն, շարունակի։ Զելենսկին լավ է արել, ես էլ եմ ասում, ֆանտաստիկ բաներ։ Սուրբ ծնունդին եթե հիշում եք իր ճառը, Շոբվինսկանավ, որը ռուսերեն թարգմանվում է Շտոբոն զդոխ, թողնաս սատկի։ Հիմա այդ Շոբվինսկանավը ոնց Պուտինին էր վերաբերում, դա Տրամպին է վերաբերում։ Ոնց որ հա, Շոբվինսկանավ։ Եվրամիությունը Տրամպի նման բաներին ասում է, գրկեսից փախած անձանց հանդիպումը ոչ առաջի անգամ, դրա համար իրանց մոտ վերաբերմունքը տենց նորմալ է, պատահի, կանցնի։ Եվրոպան կոտրվում է, Եվրոպան պանիկայի մեջ է։ Չէ, ժողովուրդ, ես նորից եմ կոչ անում չմոռանալ, որ համակենտրոնացման ճամբարները, հիմնական զենքերը, այդ թվում միջուկային, քիմիական զենքը եւ դրա կիրառումը, ամբողջ աշխարհին տիրանալը եւ մեկ փուջուրիկ հայլիով գնել 3 տոննա ոսկի կամ ամբողջական հող, այդ ամբողջ Եվրոպայից է դուրս եկել։ Տրամպը կարող է չի ուզում դա վերհիշի կամ մտածի դրա մասին, բայց եկեք չմոռանանք, որ Նյու Յորքը կոչվել է ընդհանրապես Նյու Ամստերդամ եւ հոլանդացիք գնել են այդ տարածքը, հետո նոր վաճառել են բրիտանացիքին, թե խլել են իրարից։ Այսինքն Եվրոպայի համար ոչ մի նոր բան ստեղ չկա։ Ասում եմ Տրամպի նման բաները, քամիները, ոնց է քամիների նման կուգան ու կերտ։ Տեսեք, ասեմ էլ ես Սավոյան տունը հայկական մեծ թագավորության տիտղոսը ստացել է 1485 թվականին, 1485 թվականից, երբ Շարլոտա Լուզինյան ամուսնացել է Կարլոս Սավոյայի հետ, որպես օժիտ։ Շարլոտա Լուզինյան որպես օժիտ բերել է հայաստատագավորի տիտղոսը։ Այդ տիտղոսը ստեղ մնացել է, գործել է եւ ասել է նրան, որ չնայած 46 թվականին Սավոյայի տունը ռեֆերենդումի կամ հանրաքվեի արդյունքում զրկվեց Իտալիայի թագավորի տիտղոսից, ինքը շարունակում է մնալ թագավոր, որտեղ ինքը հայոց թագավոր։ Եվ մի հատ հետ հաշվեք 500 տարուց ավել է, ու լրիվ նորմալ, ու որ խոսում ես խոսակցության մեջ երևում է, որ իրանք դե 500 տարի էլ կսպասեն, եթե ոչ չի փոխվում իրանք։ Կյանքը այդպեսին է, իրանք երկար են, երկար խաղալու մասն։ Տրամպն ով է որ բանը։ Տրամպն էլ այնքան մեծ է, որ մի օր կմեռնի, էլի։ Շոբվինսկանա։ Ամսի 29-ին 7:30 Մարսելում մեծ հանդիպում են կազմակերպել, որի ընթացքում ես կպատասխանեմ հարցերին։ Մարսելը մեր երկրորդ ամենության համայնքներից, Փարիզից հետո այնպես որ եթե ինչ-որ մարդիկ կուզենան հանդիպել հարցեր տալ մեծ հաճույքով կսպասեմ 7:30 հայկական եկեղեցուից այդ բանում դահլիճում 29-ին հունվարի, խնդրեմ, դա ուրիշ բան չկա։